Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Լրիվ հակասում է էլեկտրոմոբիլների քաղաքականությանը։ Մեր մեքենաները, որ տեսեք, ասենք առավոտյան մաքուր լվացված գալիս ենք աշխատանքի, երեկոյան արդեն գնանում ենք, ապրեմա պետք է տանենք ավտո լվացման կայան։ Ասացիք վերջին անգամ հիմնանորոգվել է 10 տարի առաջ։ Մոտ 10 տարի առաջ։ 10 տարի առաջ։ Այդ 10 տարիներից հետո փոսալցման աշխատանքները կատարվել է, բայց փոսալցումը, տեսեք, ինչ էֆեկտիվ բան չի։ Տեսակ, չէ՞, ինչ մեծ բեռնատարներ են ստեղով մասնում։ Նույնիսկ սովորական մարդատար մեքենայի համար այդ փոսերը, որը լցվել է, ինքը ընդհանրապես մաքսիմում 1 կամ 2 տարվա կյանք ունի։ Իսկ այս կարգի բեռնատարների համար ինքը ընդհանրապես մի քանի անգամ գնալ գալուց հետո այդ ասֆալտը լրիվ քանդվում է ու նույն բանն է։ Դրանք գումարած նաև այդ սեզոնայնությունը, որ ծունը հետո կանան, հարվելուց հետո այդ աղերը, որ դագում է, դրանք նույնպես այդ ճանապարհը բան են անում։ Այդ փոսալցումը ես նույնիսկ կասեի գումարի վատնում է ավելի շատ, քան թե բան է։ Կոպիտ ասած ինքնախապեյության նման մի բան է, էլի։ Նրա կյանքը ամենաշատը 1 տարի, ոչ ավել։ Այսօր այսքանով ավարտում եք, ակցիան սպասում եք։ Այսքանով ավարտում ենք, դե մոտավոր արդեն կարտացին քաղաքապետարանի համապատասխան բաժնի արձագանքը։ Իհարկե կսպասենք, էլի ցանկալի է, լավ կլինի, որ այդ կոնեք փոսալցումները մինչև ավականունից եւ այլն այդ փոսալցումները կատարվի, ոնց ասած հարցի ժամանակով լուծում ստանանք, մինչև արդեն համապատասխան ավելի կարևոր աշխատանքներով քաղաքապետարանը կաջակցի մեզ եւ փողոցին։ Եկել ենք շնորհակալ։ Չէ, ինքը բան է։ Տեղեր կապված։ Յանից են առանձնակարելու էլի։ Բայց եթե վարչական շրջանն եք ներկայացնում, ինչ խնդիր կա նկարել կամ չնկարելու։ Հայ։ Համայնքի ղեկավարը խոսացել է շին բարեկարգման վարչության հետ, եւ այս տարի միջին նորոգման ծրագրի տակ է դրված այս հատվածը, որ պետք է միջին նորոգում կատարվի։ Ուրիշ տեղեկություն չենք կարա տանք Երևանի վարչական շրջանի կոմունալ բաժնից։ Իսկ ներողություն, մինչև այս ինչու չէր իրականացում այդ աշխատանքները, որովհետև մեզանից կախված չի, ահազանգել են։ մեզանից կախված չի ճիշտն ասած։ Շին բարեկարգման ծրագրով է կատարվում։ Նկատի ունեմ ինչու հիմա երբ քաղաքացիները բողոքի ձայն բարձրացին, լրատվականներին խնդրել են գալ եւ նկարել, դուք հիմա եք միայն գալիս ու քաղաքացիներին տեղյակ պահում, որ միջին նորոգման աշխատանքներ են։ Միջին նորոգումը այս տարի է որոշվել, որ պետք է արվի։ Բայց մարդիկ ասում են, որ վերջին անգամ այստեղ մոտ 10 տարի առաջ է հիմնանորոգում իրականացվել։ Չեմ կարող այդ հարցին պատասխանել, որտեղ տեղյակ չեմ։ Քաղաքապետը տեղյակ է, օրինակ այստեղով անցնում է, չի անցնում։ Եթե տեղյակ չլիներ, այդ խոսակցություն չէր լինի, միջին նորոգում դրված չէր լինի այս տարի։ Վերջին անգամ օրինակ երբ է եղել այստեղ։ Տեղյակ չեմ կարող ասել։ Ինչից է կոնկրետ տեղյակ։ Կոնկրետ որ այս տարի պետք է միջին նորոգում կատարվի։ Երբ այս տարի երբ։ Հենց ծրագիրը սկսվի, արդեն տենդերը շահող երբ որ կլինի, կկատարվի միջին նորոգում։ Մոտ մի ամսից 2 ամսից կարող է։ Հավատում եք այս անգամ դրված խոստմանը։ Այո։ Միջին նորոգումը դրված է արդեն։ Մնա տենդերը երբ որ կշահեն, այդ ժամանակ արդեն կսկսվի արվել։ Ուրիշ հարցեր։ Ինչքան է տևելու ընդհանուր այդ գնման գործընթացը կազմակերպելը ամեն ինչ մոտ ասեմ, որովհետև մեզանից կախված չէ, քաղաքապետարանից է։ Ասում են ինքերդ քաղաքապետարանի ներկայացուցիչն է, իսկ մյուս հարցը քաղաքապետարանի։ Ժողով են քաղաքապետարանը։ Ու դրանով եք պայմանավորված։ Բայց տեղյակ պահել եք, որ օրինակ բնակիչները այս պահին Դե տեղյակ պահել ենք, հիմա այդ հարցն է քննարկվում, միջին նորոգման փողոցներ կան, որ պետք է կատարվի միջին նորոգում, շին բարեկարգման ծրագրով կկատարվի։
Քանի անգամ սա որակել են որպես հիմնանորոգման ենթակա, հենց ձեր քաղաքապետարանի ներկայացուցիչները։ Փաստաթուղթը ունենք, էլի պատասխան ունենք գերության։ Ես նորոգում են տվել, չենք կարող ասենք։ Կարող է հիմնանորոգում էլ անեն, այդ մեզանից կախված չի, ինչ բարեկարգումն է կատարում այդ գործողությունները։ Ստե նաև հասարակական տրանսպորտի հետ կապված խնդիր կա, սա եւս բարձրացնում էին բնակիչները։ Դրանք արդեն քաղաքապետարանի հետ պետք է խոսան։ Բայց այդ ամեն ինչը քաղաքապետարանը չի իրականացնում։ Քաղաքապետարանը ներկայացնում է քաղաքապետարանին։ Այլ կերպ ասած, ասում են կարեք։ Այսինքն հիշեցնում են կարգախոսը ՔՊ-ի։ Դե կանեն ուրեմն։ Ուրիշ ինչ-որ խնդիր կա։ Արդեն հաստատվում է, էլի։ Շատ ավելի լավ, ես որ բաները ասացի, ես հավատում